Ցենք ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնել դիտակետի տաղավարում, բազմաթիվ նամակներ եմ ստացել, թե ինչու Դավիթ Մկրտչյանին չեք հրավիրում։ Դավիթ Մկրտչյանը դիտակետի տաղավարում։ Ապրեն այդ նամակներ գրողները, ապրեն իրանք։ Եվ գրեթե 2 շաբաթ չենք հանդիպել, եթե չեմ սխալվում, 2 շաբաթում տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, թեմաները կրկին նույնն են մնում, որովհետև դեռևս որևէ փոփոխություն չկա քաղաքական դաշտում, բայց վաղաշաբաթի ընտրությունների մասին մենք միասին չենք խոսել, վաղաշաբաթում կային բազմաթիվ, այսպես անդիմադիր թեկնածուներ եւ ի վերջո իշխանական թեկնածուն կարողացավ հաղթանակ տանել, Արգիշտի Մեխակյանը, դրանից հետո ԿՊ ողջ վերնախավը այնտեղ է, շնորհավորում էին միմյանց իրենց հաղթանակը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում արեց, եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց վաղաշաբաթցիներին եւ վերհիշեց, որ գնալու են Մայրաթոր եւ ամենայնիվ վեհապարին պետք է ասել մանդատա դա, չէ՞ դες բանի ասած վաղարշապ նախ եկեղեցին մենակ վաղարշապացիներինը չի, որ վաղարշապացիները պետքա մանդատան, եկեղեցին 10 միլիոն հայությանն է, դա մեկ, երկրորդ, նույնիսկ 10 միլիոն հայությունը չի կարա մանդատ տա Նիկոլ Փաշինյանը, որպեսզի նա ներքին կարգ ու կանոն փոխի եկեղեցում։ Ես սա մասին շատ եմ խոսացել։ Բայց ես վերջերս տեսա ոնց որ եկեղեցին պարակվում է, ներսից ու դա իմ դուրս չի գալիս։ Ամոթ մեր հոգևորականներին։ Գիտեք ինչ կա, եթե նույնիսկ մեր հոգևորականների մեջ ինչ-որ խնդիրներ էլ կա Լուսնե ջան, այս պահին իրանք միահամուռ լինեին։ Այսինքն այս պահին եկեղեցու մեջից պայթելը Ձեռնպյան Նիկոլին, ես դա եմ ուզում անի, ու որ այդ տարբերակով Նիկոլ Փաշինյանին իր ոչ ոք բան չկար ասի։ Տեսեք, ես ինչ եմ խիմ կատաղում Նիկոլին։ Ասում դու ով ես, որ մտել ես այդ մարդկանց տունը, ուզում ես բան փոխես։ Բայց եթե այդ տան մեջ է փողի, կարա կոչեր անի կողից։ Ես էլ իմ կոչերն եմ անում։ Ու եթե իր կոչերին լսում է քանդվում է եկեղեցին մեջից, ինքը դե մեղավոր չի։ Ամոթ է դեպքում մեր հոգևորականներին։ Մեր արդեն երկու սրբազան կարծեմ անցել են իր կողմը։ Իրոք խայտարակություն է սա։ Ամոթը իրանցն է, ոչ թե Նիկոլին։ Եթե ասենք այսօր կա մի հատ հոգևորական, որ գնում կանգնում է այն մարդու կողքով, որ Արցախ է հանձնել, ով որ եկեղեցու դեմ է հելել, ով որ 5000 տղու է կոտորել, կապիտուլյացիա ստորագրել ու այդ 5000 տղուն, որ սպանել է, հիմա արդեն սարքում է տերորիստ Տերորիստ է, չէ՞ սարքում, բայց ասում գնացնեն, ու հələ որ մի հատ է Լևոն Տեր-Պետրոսյանի կպտմել ասում էր, ինչ գործ ունեին մեր զինվորները օտար հողի վրա։ Այսինքն կորոկել են այդ զինվորները օտար հողի վրա զոհվել, փաստորեն տերորիստ են, էլի։ Ու այսօր որևիցե մի հատ եկեղեցական, որ գնում կանգնում է իր կողքը, ամոթ մեր եկեղեցականին, ամոթ մեր հոգևորականներին։ Ես սա կասեմ, Լուսնե ջան։ Իսկ ընտրությունների վերաբերյալ էլ այնտեղ ես չէի ասի, որ հաղթել է ԿՊ-ն, այնտեղ ավելի շատ հաղթեց Մեխակյանի տղու անունն էր, որ Մեխակի տղեն հետո այդ տղուն էլ սիրում են ընդ համեստ էլ տղել էր, մի ֆրագմենտ տեսա այդ պա իրոք աշկից բարձրացվել են, որ սաղ ցնցում էին, ասեց համեստ ասեց նշում ենք մեր ակցինք ասեց համեստ sense բան արեց էլի երևաց որ վատ մարդել չի մարդկային առումներ թեպետ ինքը արդեն որ ԿՊ-ում է ինքը իրավունք չուներ ԿՊ-ում լներ Մեխակի տղեն իրավունք չուներ ԿՊ-ում լներ Լուսնե ջան ես տեսեք շատ դեպքեր միշտ պաշտպանում ասում եմ լավա թող ԿՊ-ում լինեն մերոնքական մարդիկ համայնքապետեր թող լինեն մերոնքական մարդիկ նորմալ եմ համարում ասենք թե հելն են ասենք համայնքապետեր են օրինակ հիմար հելն են Նիկոլի դեմ էթան նստեն մեզ ինչ օգուտ թող թեկուզ ԿՊ-ն գրած դեմը Բայց հոգով սրտով լինեն իրանք մերոնքական։ Ես դա նորմալ եմ համարում, բայց Մեխակի տղուն չի սազում էդի, որտեղ նա Մեխակի տղեն է։ Մարդիկ կան, որոնց չի սազում, որտեղ իրանց անունը պետք չի, էլի, թեկուզ հանուն տենց ընդհանուր շահերի պետք չի այդ անվան վրա բիծ գցել։ Մեխակի տղեն պիտի չլներ ընդհանրապես ԿՊ-ում, Մեխակյանի տղեն պիտի ԿՊ-ում ընդհանրապես չլներ։ Բայց համենայն դեպս, որ ինքը հաղթել է, դա Նիկոլը չի հաղթել։ Դա հաղթել է բանը Մեխակի տղեն Արգիշտի այդ անձն է հաղթել, այդ անձին են ցայն տվել, ոչ թե ԿՊ-ին։ Հասկանում եք, այս սա կասեմ ես։ Քանի որ եկեղեցու մասին էլ անդրադարձ եղավ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը կեղծ ֆեյք պատարագին, ինչպես ասում են, հա ներկա է եղել, ես հիշեցի հուլիսի 1-ին նրա արտահայտությունը, հա հայտարարությունը, երբ եթե չեմ սխալվում Մայրաթորի վրա հարձակում էր տեղի ունեցել ըստ էության, նա ինչպիսի այսպես
ինչպես ասեմ, հոգու ցավով էր խոսում ոստիկանների հետ, լսել եք, վստահաբար տեսել եք։ Այսինքն մի քանի ամսում ինչպես է մարդը փոխվել։ Չի բացառվում, որ ինչ-որ, տեսեք, Արշակ Սրբազանի դեմ ինչեր են անում, չէ՞ հիմա։ Նախ ուզում եմ ես հիմա մի հատ նորից հայտարարեմ, որ Արշակ Սրբազան ջան, կանգնած եմ կողքդ։ Ես հպարտ եմ, որ իմ տղուն դու ես կնքել, ու ես միշտ քո կողքդ կանգնած եմ լինելու։ Ու այսօր որ դու այս իշխանությունների թիրախում ես, այդ նշանակում է, որ ամենաուժեղ հոգևորականներից մեկն ես ու ամենաուժեղ հայրից մեկն ես։ Այդ դրա համար էլ այսօր այս իշխանությունների թիրախում ես։ Թե բա զապիսները Մոռացել եք Մանվելի Տուշոնկաշոու զապիսները, դա ոնց ճիշտ դուս եկավ, չէ՞ էլի այն ժամանակ։ Դե պետք մի սա ասում են, մենք հետ են վախտել ասում ենք, դες բան հնարավոր չի։ Լավ են անում որ ասում են։ Այ վաղն էլ Արշակ Սրբազանի վրով եք ասել որ սարքին գլխին այդ զապիսներով։ Հասկանալի չէ՞ ոնց ասում, այդ զապիսները ձեր աշկի դեմ էս իշխանությունները անեց բաց շոու սարքեցին Մանվելի գլխին, նես շոու սարքին սաղտել կերակ։ Սա ամբողջ ազգույթ հայ ազգի 99% դա կերավ։ Նույնիսկ Մանվել Գերիկյանի կողքից 99% փախավ, թռան այդ ժամանակ։ Մի մասը հավատաց, մի մասը թռավ, մի մասը հավատաց, հետո մի քանի ամիս հետո հետ եկան։ Հասկանաս մի քանի հոգել մնացին հավատարիմ Մանվել Գերիկյանի կողքը ու այսօր այդ հավատարիմ մարդկանցից մեկը ծնունդն է երկնային ծննդը շնորհավոր Արսենի Մկրտչյան։ Արսենից ցավը տանեմ, փաստաբան Արսեն Մկրտչյան այսօր ծնունդն է Արսեն ջան, երկնային ծննդը շնորհավոր աղբերս։ Դու այն եզակի տղեկից ես եղել մի քանի հոգուց։ Այս մեկն ես եղել, որ հենց առաջի օրվանից կանգնել ես գեներալ Մանվելի կողքը։ Նորից եմ ասում, մեծ մասը թռան Տուշոնկաշոուից հետո։ Մի մասը ծիխի մեկ էլ կորավ, հետո մի քանի ամիս հետո հասկացան, որ ինչա կատարում հետ եկան Մանվելի մոտ։ Դրանց էլ հալելա, բայց կային մի քանի հոգի, Լուսնե ջան, որոնցից մեկը Արսեն Մկրտչյանն էր, որ հենց առաջի վայրկյանից կանգնած մնացին գեներալ Մանվելի կողքը։ Երկնային ծննդը շնորհավոր Արսեն Մկրտչյան ջան, իմ աղբեր ջան, նաև իմ մարտական ընկեր ջան, Շուշիում մենք իրար հետ էինք։ Եկեղեցուն որ խփեցին, այդ վաղ իրար հետ էինք, Սերանից հետ էինք, Ծատուրյան, Զապիսը կա, Արսեն Մկրտչյաններ հետս եկեղեցուց դուս եկանք, վարկաների տարբերությամբ խփին եկեղեցուն։ Վալնան դաժե ինձ էլ շպրտեց այնքան մոտ է եկեղեցուն կանգնած։ Հետո ասում են հրաշքներ չի լինում։ Բա Լուսնե ջան, Արսենից երկնային ծննդը շնորհավոր մեկ էլ այսօր էսել ասեմ էլի գեներալին, շատ հավատարիմ մարդկանցից մեկն է մահացել այսօր Պանիխիդանա, եթե կարողանամ հասնեմ կգնամ, չհասնեմ չեմ գնա, բայց համնեմ ես Օղորմիրան Ռուդոնի Ջևանցի։ Էն էլ գեներալի հենց առաջի օրվանից, Ռուդոն էլ առաջի օրվանից գեներալի կողքը կանգնած տղեկից է որ հավատարիմ մնաց Մանվել Գերիկյանին, Ռուդոին էլ Օղորմի թողնի իր հարազատներին էլ ցավակցում են։ Իջևանից Ռուդոն Դավթյան կարծեմ ազգան, եթե չեմ սխալվում, ինքն էլ էր հավատարիմ գեներալին, հավատարիմ, որ հենց առաջի օրվանից հավատարիմ մնաց գեներալին մինչև վերջ։ Սա կասեմ, ի՞նչն եմ ուզում ասեմ, եկեղեցուն գանք, այստեղից շեղվեցի։ Ու ասեմ, այդ զապիսներին մի նայեք դուք։ Այսօր Արշակ Սրբազանին խեն թիրախավորել, որտեղ ամենաուժեղ հայերից մեկը ինքն է, ամենաուժեղ եկեղեցականներից մեկը ինքն է։ Ու չի բացառում, որ այդ մյուսների վրով էլ ինչ-որ կոմպրոմատ են ցույց տվել, դե համար են իրանք անցնում իրանք կողմը։ Բայց ես ինչ եմ ասում, մի վախեցեք կոմպրոմատներից, մի վախեցեք այդ նույնիսկ եթե թեկուզ ինչ-որ բաներ էլ եղել է։ Ցույց է տալի ջայնամ ցույց տան, ավելի ամոթ է ձեր համար, հոգևորականներ, սրբազաններ, ավելի ամոթ է ձեր համար Նիկոլի կողմը անցնելը, քան Արշակ Սրբազանի վիդեոյի նման վիդեոներ տարածվելը ձեր վերով։ Նա ավելի ամոթ բան է քան են, հասկացաք։ Արշակ Սրբազանի վիդեոյի այդ վիդեոն որ տարածել են, նույնիսկ եթե ճիշտ է, ես Արշակ Սրբազանի կյանքին մեռնեմ, որովհետև այդ վիդեո տարածեց մի բան է, որ ինքը չգնաց իրանց ընթառաջ, չգնաց չկզեց իրանց տակը, որ գնարկզել չէին տարածի։ Իսկ դուք կզեցիք, ձեզ հիմա ձեր վերով վիդեոներ չկա, վստահ եմ կա, որտեղ իդեալական մաքուր մարդ չկա, դուք Քրիստոսը չեք ոչ մեկ տել, բայց ես ինչ եմ ասում, էդ էլ իմ համար կեղտ չի, իմ համար կեղտը, կոնկրետ իմ համար կեղտն է, որ դուք միանում եք կապիտուլյանտին, դա է մնալու պատմության մեջ ավելի վատ, Սրբազանի, Արշակ Սրբազանի այս վիդեոն կմաքրվի կետը կմոռացվի, իսկ այդ ձեր Նիկոլի կողքը կանգնելը հավերժ դաջվեց ձեր ճակատին, ամոթ ձեզ, սենց կասեմ։ Գիտեք, ինչ եմ նկատել նաև այդ Արշակ Սրբազանի այդ տեսանյութից հետո, տեսանյութ էր չէ, տեսանյութ էր։ Իշխանական թևի լրատվամիջոցները գրում էին, որ վեհափարի կողմից է արվել այդ ամեն ինչը, հետո ասեցին Արշակ Սրբազանը պահանջում է վեհափարի հրաժարականը եւ այլն, այսպես փորձում են, այսինքն հարաբերությունները միմյանց լարեն, հագցնեն իրար։
Հա, դե նրանք էլ հիմար էին, պիտի հակնեն իրար։ Բայց ինչն է հետաքրքիր, օրինակ, ըստ օդում կախված լուրերի կան տեղեկատվություն, որ իշխանական շրջանակներում էլ արշալույսները այնքան էլ խաղաղ չեն եւ այնտեղ էլ չորսես կզվրտոցներ կան։ Ես վստահ եմ, որ հաջողելու է, ու իմպիչմենտը հաջողել է իշխանության մեջ պայթուն լնելու է, ու իմպիչմենտը հաջողել է, ես հավատում եմ դրան։ Ու դրա համար է, որ այսքան քաղբանտարկյալներ հիմա կան, ու դրա համար է, որ հարձակվել են Սերժ Սարգսյանի թիմի վրա։ Այդ դրա համար է։ Հենց որտեղ իրանք են զգում, որ իմպիչմենտը հաջողելու է։ Այդ դրա համար Դավիթ Համբարձումյանին բռնին, Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դրա համար բռնեցին, ազատություն են մաղթում իրանց ու մեր բոլոր քաղբանտարկյալներին։ Ու ինչ եմ ուզում ասեմ, քաղբանտարկյալների վերաբերյալ ինչ եմ ուզում ասեմ։ Տեսեք, Լուսինե ջան, Նիկոլեք ասում են քաղբանտարկյալ չկա, չէ։ Նախ նույնիսկ խորհրդային կայսրության մեջ, որ բռնում էին Պարուլ Հարիկյանի նման մարդկանց, Պարուլ Հարիկյան, Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարկարյան ու նմանատիպ մարդկանց ամբողջ խորհրդային միության մեջ որ բռնում էին, պարզա չէ՞ քաղբանտարկյալ էին իրանք։ Բայց նույնիսկ խորհրդային միությունը չէր համարում իրանք քաղբանտարկյալ, ասում են քրական հանցագործներ են։ Այսինքն ոչ մի բռնապետություն, նույնիսկ ամենայն ուժեղ բռնապետությունն է, որ բռնում է քաղաքական հայացքների համար մարդկանց, չի ասում քաղաքական հայացքների համար են բռնում։ Ասում է քրական որպես հանցագործ են բռնում։ Հիմա ես ինչ եմ առաջարկում Նիկոլին։ Նիկոլ, լսի քեզ ինչ եմ առաջարկում։ Ես հարցը արի մա դնենք, ասես ապացուցենք, կամ ես ապացուցեմ, որ քաղբանտարկյալներ կան, կամ դու ապացուցի, որ քաղբանտարկյալ չկա։ Հիմա ինքը ասում է քրական հանցագործներ են, հարց չկա։ Ցանկացած քաղաքական գործիչ է, Լուսինե ջան, պետական գործիչ կա, ինչ որ մի հատ հանցագործունանի հետան նստի։ Կարա չէ՞ լի սաղետել կյանքա։ Բայց ես ինչ եմ ասում, քաղաքական գործիչների խոսքը մի սահմանափակի։ Այսինքն, ցանկացած քաղաքական գործիչ կամ պետական գործիչ, որ հայտնվա բանտում, դու իր խոսքը մի սահմանափակի, ինքը պետք է իրավունք ունենա ցանկացած օր, շաբաթվա մեջ 5 աշխատանքային օր, այդ 5 օրվա ընթացքում ամեն օր իրավունք ունենա հարցազրույց տալու, մամուլի ասուլիս տալու։ Դե դա արա, թույլատրի էդի իսկ ասեմ, Հայաստանում քաղբանտարկել չկա։ Ինքը խիա բռնել է որ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին, Աշոտյանի խիեր փագել, Իսագուլյանի խիեր բռնել, Նարեկ Մալյանի խինը ստծեց, Էդգար Ղազյանի վրա խիեր նայեց դարել, Արթուր Սարգսյանին ազատություն իրան, խի ինչի համար խոսքն է, իրանց խոսքն է լրացնում, Լուսինե ջան, հո իրա պետք չէ տան նստեն։ Խոսք, այդ խոսքից է ինքը վախում։ Տեսել ասում եմ, եթե քաղբանտարկյալ չեն իրանք, թող շաբաթվա ցանկացած օր ազատ ցանկացած քաղաքական գործիչ ու պետական գործիչ ու լրագրող, ով որ հայտնվում է բանտում, պետք է իրավունք ունենա հարցազրույց տալու, մեկ էլ մամուլի ասուլիս տալու, որորը ուզի, շաբաթվա 5 օրվա ընթացքում։ Այդ իմներն մի հաղորդում է, հիմա թող Բերթից այդ փասած քրական հանցագործները, Նարեկն ու Վազգենը, թող Բերթից շաբաթվա մեջ քանի օր որ կուզեն 5 անգամա, քանի անգամա, թող էդի իրանք իրականացնեն, բանից, Բերթից թույլ տուր, էդի թույլ տուր, այդի որ թույլ տաս Նիկոլ, կասեմ Հայաստանում քաղբանտարկյալ չկա, մալադեց Նիկոլին, չկա, բայց ինքը բանդերով խոսքին, բարը սարսափում է իրանց խոսքից, չէ, ճիշտ չեմ ասում Լուսինե ջան, դե դու ասես չկա քաղբանտարկյալ, հարց չկա, դե թող դու խոսան ընդիր, քաղաքական գործիչը խիպտի չխոսա, Աշոտյանի վրով էի ես միշտ ասում, արա ասում էի, Աշոտյանի քաղաքական խոսքը է վաղտի, այնքան ասի մինչև թողին, ասում է Աշոտյանի քաղաքական խոսքը քրական գործի վրա պիտի ազդի, բա որ քրական հանցանք արել, լավ, քաղաքական խոսքը խես սահմանափակ, դու խոսա, քաղաքական գործիչա չէ նա վերջ-վերջում։ Դե հիմա քեզ տենամ Նիկոլ, եթե թույլ տաս, որ բոլոր քաղբանտարկյալները, ովքեր որ քաղաքական գործիչ են, խոսքս իրանց է վերաբերվում, թույլ կտաս որ Բերթից ազատ խոսան, հարցազրույցներ տան, մամուլի ասուլիսներ տան, Facebook-յան գրառումներ անեն, այդ եթե թույլ տաս ես կհենեմ ավտորիտետնիկ ասեմ, Հայաստանում քաղբանտարկյալ չկա, մարդիկ քրական հանցանք են գործել գնացել նստել։ Դե տենանք էդի կանի։ Ինչ վերաբերում Նարեկ ինձ գործին, հəl տեսանք են լպիրշության վերջերի, Լուսինե ջան, առաջի քրֆողը եղել է Ալեն Սիմոնյանը, այսինքն Ալեն Սիմոնյանին քրֆել կարելի է, պատասխանել չի կարելի, աբսուրդ է, վերջում նայա չէ շան լակոտներ ասե, այդ չի ասում Սերժ Սարգսյանին էր վիրավոր է, որի համար ես իրան վերջի քֆուրեն վախտեմ տվե, հիմա էլ եմ տալի, Սերժ Սարգսյանին վիրավորելու համար, ու չեմ վախում, որ ինձ էլ կտանեն կնստացնեն, այո, այս աշխարհում չկա տես դատարան, չկա տես ուժ, որ կարային բերանը փագի, ով Սերժի քֆից քրֆելու եմ ամենավերջի ձևի, ով Սերժ Սարգսյանին, Մանվել Գրիգորյանին վիրավորեց, ամենավերջի ձևի պատասխանվելու եմ ես իրան, ու չկա տես ուժ, որ ինձ բերանը կարնա փագի, չեմ վախում ես։ Համի ասացս ինչա, դու էիր վիրավոր, Ալեն Սիմոնյաններ, չէ վիրավոր է, Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, նրանք էլ պատասխանել են համարժեք պրիտում,
Հələ կարային անհամարժեք էլ պատասխանեին։ Դու ինձ վիրավորում ես, ոնց որ դու ինձ վիրավորես, ես մի քիչ ավելի կոպիտ պատասխանեմ, այդ իրավունքը ունեմ։ Դու խես ինձ վիրավորում։ Որտեղ ուզ ավելի կոպիտ ես պատասխանեմ։ Հələ սրանց այս կսանկացնեն մենք պիտի ձեզ քրֆենք, դուք ձեն չանեք, էլի։ Մենք իրավունք ունենք քրվել։ Սրանց ասենք Ինչ ասեմ, вообще սանք բան չունի, լպիրշության վերջն արդեն։ Լուսնե ջան, սրանց վերջը շատ մոտ է, գիտեք խի։ Ով հաբրգում է, ուրեմն իմացեք իր կործանումն է։ Սանք արդեն շատ են հաբրգել։ Այնքան են հաբրգել, որ իրանց վեճը չի ժողովուրդ, մովուրդ։ Դե մեկ ժողովուրդ հետ ոնց են մա խոսում։ Այն քապեական նախարարներն ու դեպուտատները սրանց, որ լրագրողները մոտ են զգնել արդեն կոպն են։ Այն դեմի օրերի են, որ նոր են հեղափոխները, Նիկոլից քակում են տակները, Նիկոլից։ Ժողովրդի հետ սենց սիրալի, ժողովուրդը որ կոպտում էր իրանք սենց ժպտալով, բան ուտեն Նիկոլներ հետ դրվածք են վաղ դրել։ Իսկ հիմա արդեն Նիկոլը հաբրգել, այն ինչ ժողովուրդի բան, ես Աստվածն եմ։ Հասկանում եք, պրախոդը տվել արդեն զգում եք ոնց են ժուրնալիստների հետ խոսում։ Այդ դա նշանակում է որ հաբրգելու գագաթնակետում են իրանք հիմա, իսկ պրակտիկան ցույց է տալի, որ ով հաբրգում է, նա պատժվում է, նա վերջը արդեն մոտ է։ Սրանց վերջը շատ մոտ է։ Ու Ես վստահ եմ, որ ԿՊ-ում իմպիչմենտը հաջողելու է, ԿՊ-ում պայթյունը տեղի է ունենալու, կտեսնակ, ես հավատում եմ, չեմ ասում 100%, բայց ես տեսնում եմ, որ շատ մեծ է հավանականությունը, որ մինչև ընտրություններ իմպիչմենտը լինելու է։ Խոսքս հիշեք։ Չեմ ասում 100%, 100% չեն կարող ասել, բայց այդ հավանականությունը շատ մեծ է։ Քանի որ քաղբանտարկյալների մասին խոսեցինք, ունենք կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը, ում կալանքը կրկին երկարաձգվեց, չգիտեմ ինչի համար, օրինակ ուսումնասիրում եմ գործը։ Ասենք вообще սրբություն չունեն։ Լուսնե ջան, կան ինձ ոչ գրված օրենքներ, էլի, ասենք թշնամի, արա ինչքան են նման սրանք Ալիևին, էլի։ Տականքներն են, էլի։ Ասենք կա չգրված օրենքներ, որ ասենք բաներ կապտի չկապնես, ասենք թշնամի տա, ընտանիքին չես կպնում, կնոջը չես կպնում, հասկանում եք։ Արա սրանք вообще պրիձել չունեն։ Թե համար սրանց վերջը շատ դաժանալնելու, շատ դեռ իրանք պրիձել вообще չունեն։ Այդ կնիկը ձեզ ինչ արել, արա։ Սրանք ոչ կնիկ են հարցնում, ոչ երեխա են հարցնում, ոչ ծեր են հարցնում։ Կամ թեկուզ են Վարդան Ղուկասյանին բռնի, տղուն էլ բռնի։ Արա լավ դուք մարդ չեք, արա։ Արա տեղ թողեք սրիկաներ, որ եկուց ես ձեզ պաշտպանեմ։ Ես եմ եկա ձեզ պաշտպանելու։ Մի հատ տեղ թողեք, արա։ Այդ կարգի կարելի է, այսինքն հորը բռնել են, նագի ձևի բռնել են, այդ տղեն մի հատ դատարանում պորտ գալու իրավունք էլ չունի, արա որ բռնին տարան կալանքի։ Հասարակ բան էլի Լուսնե ջան։ Վարդան Ղուկասյանի տղուն։ Այո։ Պորտ կաց էլի, քֆուր էլ չի տվել, ոչ քֆուրատունը պորտ կաց մի երկու արտահայտություն արեց։ Հասկ էդ էլ չանի, արա։ Այդ ինչ կարգի բռնապետ եք դուք, որ ձեր դեմ խաղ չկա, հա։ Արա դուք ով եք որ ձեր դեմ խաղ չլինի։ Վանոյի դեմը խաղ չեղի, այո, բայց դուք Վանո չեք կարող լինել։ Ու Վանոյի դեմը որ խաղ չկար, Վանոն այդ պրիձելները պահում էր, արա։ Ձեր նման չէ, բայց դուք ինչ քակ եք, որ ձեր դեմ խաղ չլինի, ով եք դուք, արա։ Ինչպես ասում են, իրենց դրել են իրենց երազած տղայի տեղը, չեն կարող լինել։ Բայց մոռանում են խաղ չկար, այդ բառը Վանոն էր, չէ՞, ասե Վանո սիրադեղն։ Այն ժամանակ շատերի հետ էի կռվում ես, որ ասում եմ մեր դեմ խաղ չկա, ասում հա, ասում սովետական հզոր կայսրության դեմ հելած, անկախություն կերտած, թուրքին ծնկի բերած, Արցախը ազատագրած, տղեկի դեմը, այո խաղ չկա, ուրախ չեք որ տենց է։ Բայց սա Վանոն էր արել, այդ սա Հերշան էր արել, բայց ինձ դեպի խաղ չլներ։ Դուք ինչ եք արել, որ ձեր դեպ խաղ չլինի, այ կզածներ։ Դուք ո՞նց եք համեմատվում Վանո Սիրադեղյանի հետ, հասկանում ես։ Լուսնե ջան, չէ, որ իրանք սենց են բանում, մեր դեմ խաղ չկա։ Հարա ձեր դեմ տեն մեկ ինչ խաղեր կան։ Կզողների մեկն եք, դուք սաղ դեմը կզում եք արա, Ալիևով ու Էրդողանով։ Չէ, ուղղակի գիտեք ինչն է հետաքրքիր, որ նրանք մոռանում են, որ այո, այսօր նրանք իշխանության են, բոլոր լծակները իրեն ձեռքում են։ Իրավապահ մարմիններին ինչ հրահանգներ ուզում տալիս են ըստ երևույթի եւ դրանք իրականություն են դառնում, բայց չէ որ հավերժ չէ իշխանությունը, մարդիկ մնում են, իսկ իշխանությունը վաղուց պետք է։ Լուսնե ջան, գործն է հավերժ։ Ես այն անգամ ինչ ասեցի, իրանց պատիժը ես որ ելնեմ, ապագա իշխանություն ասենք ես ելնեմ, ինչ պատիժ կսահմանեմ իրան։ Չեմ թողի նստացնեն, կասեմ, բայց չեմ էլ թողի Հայաստանից դուրս գան, կասեմ Հայաստանի մեջ թող ապրեն, Երևանի մեջ ապրեք, տեսեք ոնց են ամեն օր թքում ձեր վրա, Երևանի մեջ ապրեք, դրանք կարելի է խանութ է թակ, կարելի է կակաժները տնես փագեք, որ լուսամուտի տակի քֆուրները չլսեք ձեր հասցեին, չեք կարելու,
Բայց նեցաբլի կարա իշխանությունը հավեր չի արա։ Նեցաբլի տեղ թողեք, որ եկուց պաշտպանեմ ձեզ։ Մեկը անգասներին ես եմ պաշտպանում։ Այն Արարատ Միրզյանին, որ այդ ձեր Արարատ Միրզյանին, հա ես եմ նրա կյանքը փրկի կարելի ասել։ Տնից։ Հուսնե ջան։ Տնից ես տելևիզորով տեսա չգնացած ես իմ տեղը չգնվել ես սազես։ Իզնից անգամ կավերան ասում է։ Ամիս այս ասում եմ մերոն կավա մտքների մեջ ինձ քրփեն։ Ասեն խիստ այդ ձևի թե դիրքորոշում ունեցա, բայց դու սորը վրես։ Դուք անկածին չեք խփում, այդպես է ստացվում, ով ուզում է լինի։ Չուզում ասեմ, այդ վիճակում անկախ իզնից ես պաշտպանում եմ։ Եկուցե ձեզ եմ պաշտպանում, բայց տեղ թողեք որ պաշտպանեմ արա։ Դուք պրիցել չեք, ում սաղ պրիցելները անցնում եք, այ սրբապիղծներ։ Երևի ինչպես դուք եք ասում, վերջում միայն դուք եք իրենց պաշտպանելու, իրենց ընտրազանգված։ Բայց տեղ չէ թողում ախար, բաբա գիտեք դες կողը մարդան։ Հենց դա է։ Եկուց մերոց սաղին ձեր, եկուց որ սա դες պաշտպանը մերոց սաղի ճշնամին եմ դառնալու։ Բայց չեմ կա, դες վաղ իզնից անկախ եմ պաշտպանում։ Խղճից վրեն ազդում։ Ուժեղ մարդը հոգեբան։ Բայց ասենք սա տեղ չեն թողում, արմա տեղ թող ասեմ, այսքի բանը սենց են արի իրանք, լավ, սենց մի արեք դուք։ Վապ չպրիցել, կնգան խեք նստացրել, արա այդքան։ Այդպես դաժան ստանում եք իրանց, այդ ինչ արել, որ իրանից տես դաժան ստանում եք, կարա կին արա։ Կամ Տաթև Արցախին էլ էին, չէ՞ տենց անել։ Հասկա, երկու աղբերը զոհվել էին։ Գերեզմանները թողել էր ընդ Տաթև Արցախը, ձեր Արցախը, ձեր պատճառով։ Կարծեմ հերնել էր զոհվել իր այն 5 կռիվներին, ինչքան գիտեմ, խոզով սանատատ կինքը կրված աղջեց, սաղ թողեց, եկավ հայրենիքը բան, ուզում եք, չպորտ կա, մի հատ քֆուր էլ ձեզ չտարա, բռնում տան մետ աղջկան, երկու հետ էլ երեխաներ, անչափած բռնում տան նստացնում եք, Արցախին Տաթևին էլ չեն նստացրին, ասկա սա մարդ չեն, լուսնե ջան։ Լավ, հիմա խոսենք նաև Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկի մասին, այդ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, հա, համաժողով էր, առաջին համաժողովն էր տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, դե հիմնականում նա խոսեց դե ժողովրդավարության մասին, թե Հայաստանը ինչպիսի ժողովրդավար երկիր է։ Կներեք ես էլ ասեմ, մի հատ կներեք, լույսը հիշեք հարցը որ տակ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյան, դու, եթե քեզ թվում է, որ դու Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին, Դավիթ Համբարձումյանին, մեր բոլոր բանտարկներին նստացնելով դու ես իրանց նենց բանանում, չէ, իրանք են քեզ հաղթում, իրանք ընդամենը նստում են, բայց մնում են տղա, իրանց տեսակից չեն շեղվում, բայց դու իրանց նստացնելով քո տեսակից շեղվես, քեզ փչացնում են իրանք ամեն օր, Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը քեզ հերթականական փչացին, որ դու արդեն լրագրողին ես նստացնում, այ ժողովրդի ժողովրդավար, լուսնե ջան, ասենց ասեմ, ոնց մեր փողոցի տղեկի համար էսի ասեմ, ոնց որ օրենքով գողը Անես պայմաններ ստեղծել, որ այդ գողը գնա մեկի վրա ցույցնու տա։ Այդ գող չի մնա, չէ՞, փչացավ, չէ՞ ինքը։ Այդ նույն ձևի ժողովրդավարության բաստիոն, հռչակած երկի ղեկավար, որ իրոք ասենք իր Նիկոլի լոգոն միշտ եղել է ժողովրդավարությունը, չէ՞։ Հո ուրիշ բանով նա հայտնի չի եղել։ Մեկ էլ ասֆալտով։ Հա, չէ, ինչև ես եմ ասում։ Ինքը սա իր կյանքը որպես ոչ կրված տղա է, ոչ լավ տղա է, ոչ գողական տղա է, ոչ մի հարցում ինքը չեղել, մի բանը որ ինքը ժողովրդավարության ոնց որ sense սիմվոլ է համարվում։ Չատաղով սիմվոլ։ Այ դու քեզ կներեք ես բարձր սուչի տարեցին։ Սուչի տարեցին քո ոլորտում, որտեղ դու էլ ժողովրդավար չես, դու դաժե լրագրողին ես նստացնում, դու լրագրողին նստացնում ես, Սատիկ Սերանյանի վրա էլ են արշավ սկսել, դու այսինքն դու փչացա, այ պազորը քեզ է, ոչ թե իրանց, այդ տղեկը կետա կնստեն էլ կդուզ գանել, կդուզ գանել ու կմնան Նարեկ, կմնան Վազգեն, կմնան Դավո, կմնան Վահագ, կմնան Արթուր Սարգսյանը, չէ Արթուրը Սիսյանը, Արթուրի կյանքին էլ մերն եմ, իրան էլ ազատություն, իրան էլ եմ շատ հարգում, ասկի իրանք կմնան Իսագուլյանը նստեց հելավ, Իսագուլյանը չի Իսագուլյանն է, տղեն չի, տղեն է, բայց դու Նիկոլ չմնացիր, դու փչացար, քեզ փչացին իրանք, որտեղ դու քո լոգոն ժողովրդավարություն դեր դու հակա ժողովրդավարական քայլեր արեցիր, նորից եմ ասում, ոնց որ գող տղեն, օրենքով զակոնի գող տղեն էտա ցույց տա, ստուկաչություն անի ինչ-որ մեկի վրա, այդ նույնը դու արեցիր քո ոլորտում, որ լրիվ ժողովրդավարությունից չեղվեց, դե մի քարական հանցագործներ են դեծում ասում խոսքի ազատություն մի զրկ իրանց թող Բերթից իմնեմնի մի հաղորդումը վարեն Բերթից թող իմնեմնի մի հաղորդումը վարեն քրական հանցանք են գործել հարց չկա բայց խոսքի ազատությունը իրանց քաղաքական խոսքը մի սահմանապակի լյուբոյ քաղաքական գործիչը նստում է Բերթ հարց չկա նստում է սա ասել կարանք հանցանք գործենք լույսնե ջան եթե նստենք հարց չկա բայց քաղաքական խոսքը քաղաքական գործ չի մի սահմանապակի թող նա իրավունք ունենա
հարցազրույց տալու, մամուլի ասուրից տալու բերթից հենց։ Ես բան չունեմ ասելու, կան մակլնեն բարդիկ է Լուսնե ջան, որոնք որ վրեկները մի երկու կեղտ կա, գիտեն որ իրանց հետևից վաղ թե ուշ գալու են, կգան ցույցերին կմասնակցեն, մի երկու հատ էլ եթե ծանոթությունն են թափներ երկու մի երկու հատ էլ հարցազրույց կան, բան իրանց կդնեն քաղաքական գործեր, որ եկուչելով իրանց բռնեն, ասեն մենք քաղ բանտարկալ ենք։ Էդ էլ կլինի, բան չասի, բայց Աշոտյանը է դեր, Իսագուլյանը է դեր, Նարեկ Մալյանը է դեր, ասեն նրանց պարզ զրումա որ քաղ բանտարկալ են։ Քաղ բանտարկելը պարզ զրումա են մեր ասած այդ կեղծ բաներից։ Տարբերությունը պարզ երևում է։ Վազգեն Սաղաթելյան, Նարեկ Սամսյան պարզ չի երևում, որն քաղ բանտարկալ են։ Էդգար Ղազարյանը, Էդգար Ղազարյանը խուլիգան է, հա։ Խնդալը դելա գալի։ Հասկանում եք Լուսնե ջան, բայց տենց է։ Ուզում ասեմ պարզ զրումա տարբերությունը։ Դե մի այս տղեկին ումանները որ տվեցի, ովքեր ունա բերդեն, թող խնդեղից հարցազրույց տալու, մեկ էլ մամուլի ասուլիսներ տալու իրավունք ունենան, ամեն աշխատանքային օր, այդ հենց արիր Նիկոլ, ավտորիտետնի ասում եմ, տես ասում եմ, հենდելներ կանգնեմ ասեմ Հայաստանում քաղ բանտարկել չկա, մալադես Նիկոլ, թե չասեմ մամուլին, թե դու անի, թե դու իննեմնի մի հաղորդումը թույլատրի, որ ամեն օր հնդերից կանան տղեկը վարեն, բերդից, այսպես պետք է լինի Լուսնե ջան, բայց քաղաքական գործիչ է, մարդը պետական գործիչ, քաղաքական գործիչ, ասեմ նստելա։ Լավ, ես նկարիչ եմ, հերը ինձնից նստեմ, նկարիչ եմ։ Դու խես ինձ զրկում նկարելուց, արա։ Այն մեկը սպորտսմեն է։ Նստել է, հնարավորություն տուն դեր սպորտով զբաղվելու։ Այն մեկը երգիչ է, նստել է, թող դու երգին դեր։ Այն մեկը գիտնական է, նստել է, թող գիտությամբ զբաղվի։ Եթե դու արգելում ես գիտությամբ զբաղվելու, դու նա ոչ թե նստել ես իր քրական հանցանքի համար էլ գիտության համար, չես դու որ գիտության մեջ ինչ-որ նոր հաջողություններ ունեն։ Նույն ձևը քաղաքական գործիչ է։ Ու գիտեք նստելա թող քաղաքականությամբ զբաղվես խանգարում։ Օրինակ Սամվել Կարապետյանը, Միքայել Սրբազանը ինչի համար, չգիտեմ, խոսքի համար, խոսելու համար, չէ, ինչ որ գործ պետք է լինի։ Սամվել Կարապետյանը արդեն որ երրորդ ամիսն է, հիմա գտնվում է կալանքի տակ, կամ Միքայել Սրբազանը, որ արդեն պատիժ է կրում ընդամենը կարծիք հայտնելու, խոսելու համար։ Հեն էլ Սրբազանը շիրակի թե։ Հիմա իրանց ասма տերոր են ուզի անի։ Լավ իրանց Սրբազանի նահատակի չի։ Հələ իրանց հենց իմանանք տերոր են ուզի անեն։ Վազգեն Սաղաթելյանն էլա տերոր ուզի անի, որ չես թողում խոսա։ Խի չես թողում իննեմնին վարեն։ Աշոտյանն էլ էր տերորանում, Աշոտյանի քրական, այդ գործընթացը խնդալդ գալիս է։ Այդ գործի մարդու չէ դու խոսա։ Մենք արդեն 3 տարի լուսաբանում ենք։ Վկանների վրա կազդի ասում։ Ասում որ հարցազրույց տալ քաղաքականությունից խոսարմած վերլուծություն աներ քաղաքական, դի քրական գործի վրա ասներ։ Խնդալդ գալիս է, արա։ Այդ դու պոյներին համոզում ես, կարող գիտես իմ նման ուղեղով մարդկանց էլ կարող ասես խափես։ Իսկ պատմությունը գրվում է իմ նման ուղեղով մարդկանց վերլուծություններով, որտեղ մենք փաստն ենք ասում, փաստն ենք արձանագրում։ Տեսեք, պարոն Մկրտչյան, Նիկոլ Փաշինյանը նաև իր ելույթի ժամանակ շատ խոսեց սահմանադրության մասին։ Հիշում եք մի ժամանակ անընդհատ խոսք էր գնում սահմանադրությունը իրավապահ մարմինների հետ համաժողով էր, առաջին համաժողովն էր շաբաթ թե կիրակի օրներ, շաբաթ օրը կարծեմ, այդտեղ 57 րոպեանոց ելույթ ունեցավ եւ մեզ թվում էր թե հետ է կանգնել սահմանադրությունը փոխելու մտքից, բայց ասեց որ չէ, պետք է ոչ թե սահմանադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ կատարվեն, այլ սահմանադրությունը պետք է փոխվի։ Բնական է։ Բայց գիտեք ինչն էր հետաքրքիր, նա ասեց դա լինելու է ընտրություններից հետո։ Ինչի մասին է սա վկայում։ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ 26 թվականի ընտրություններին հաղթելու է եւ դրանից հետո վստահ, խիդուկ վստահ չեք որ հաղթելու է։ Ես Չէ, մի քիչ հույսեր ունեմ։ Ոչ մի հույսեր ես չունեմ, Լուսնե ջան, որ ընտրություններով մենք կհաղթենք իրան։ Ընտրություններով ասեմ ինչ արնելու։ Ինքը կեղծ է։ Ամեն ինչ կանի որ արդար հաղթի, ամեն ինչ կանի որ իր ռեյտինգը բարձրացնի, շոուներ կանի, չգիտես ինչեր կանի որ հակառակորդների ռեյտինգը գցի Իրանը բարձրացնի, բայց որ դա չստացվի, վերջում թիվը գրելով всё ասի ես թիվն է։ Ասելու ես թիվն է։ Ես 51%-ը իմն է, Իրանը մեկ էլ կարող է հետը ինչ-որ մի հատ կուսակցություն, խոսքի օրինակ Արամ Սարգսյան, օրինակ կարող է լինել։ Այդտեղ կամ միազնյա Իրանը կամ այտենց, մի խոսքով 51 Իրան ապավելը, այն մնացածն էլ կամ թողելու է արդար ով ինչքան հավաքի, կամ էլ այն մյուսներին էլա որոշելու ով դիլն են։
սես ալնելու։ Ով է ինչ կարելու անի, ոչ մի բան։ Նաև գիտեք ինչ եմ նկատել, որ տարբեր մարզեր, քաղաքներ, հա, գնում ենք այդպես աշխատանքի բերումով, զրուցում եմ մարդկանց հետ, ըստ ձեզ ինչու՞մն է այս ամենի, հա, այսպես ասած, գաղտնիքը, որ մարզերում, գյուղերում ավելի շատ են հավատում Նիկոլ Փաշինյանին։ Դե մի քիչ ախելք են դե երևի։ Դե մարզերում գյուղացի ժողովուրդ են երևի էլի sense բացառություն կտամ։ Հետո էլ ինտեղ կարող է այս մի բաներ չեն կարող նայեն շատ։ Դիմությունը ավելի շատ չի աշխատում այնտեղ, հանդիպումներ չի ունենում։ Դե էդ էլ կարալի, չգիտեմ, Լուսինե ջան, էդ էլ կարալի։ Այսինքն իշխանական քարոզի տակ են, քաղաքում համեմատած ավելի խելացիներ են։ Տենց է, չէ՞ համեմատած։ Դե խելացին ավելի շատ է հասկանում, քան ասենք ոչ խելացին։ Դե չեմ վիրավորում ոչ մեկին։ Ես դեմ գյուղի տղա։ Հա, չեմ վիրավորում ոչ մեկ, բայց ասենք դե դուք վերլուծ շատ հավելուց։ Չէ, սենց ասեմ, որ չներվեմ ոչ մեկ։ Դե այդքան խելքերը չի ազնաց, ավելի հեշտ է խափելը։ Այսինքն չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, տեղ եք ասված չեն այնքան հետաքրքրվում են, բայց իրանք քան որ խելք ավելի քիչ է, իրանց ավելի հեշտ է խափելը, քան քաղաքի ժողովրդին, որ ավելի շուստի են, ավելի խելացի են, ավելի զարգացած են։ Հետո բաներ կա, ռայոններում չի բռնում ալիքները, լրիվ չի բռնում, ասենք իրանց ուզած ալիքն է բռնում, այդ ագիտացիայի տակ են։ Մարդը այս YouTube-ից չի հասկանում, տելևիզորն է մենակ նայում, ռայոններում էլ մեկն է բռնում խոսքի մենակ։ Սենց հազարամի գործուն կա, էլի։ Իսկ դա նաև չի նշանակում, որ մեր ընդդիմությունը բավարար աշխատանք չի տանում, այնտեղ նաև չեն կարող։ Ասենք ընդդիմությանը ես չեմ մեղադրում, դե հիմա Լուսինե ջան, որ չեն կարող, կմեղադրեմ, եթե փորձեն անեն։ Բայց որ փորձում ես չի ստացվում, հիմա ասենք impeachment-ը որ չհաջողվի։ Լուսինե ջան, ճիշտ կլինի մեզ մեղադրել։ Հիմա որ ուժս չի պատում, ես մեղավոր եմ, այ եթե բան չանեմ, այդ վաղ կարամ մեղադրեմ։ Այ որ Հայաստան դաշինքը չէր գալին, վաղ չէր միանում։ Ես այդ վաղ մեղադրում էի Հայաստան դաշինքին, բայց որ հիմա միացել է ու չկարենանք մի բան անենք, դե հիմա չկարեցանք, ինչ անենք։ Հասկանում եք, փորձում ենք ամենայն։ Ուրեմն դատախազության դիմաց մի քանի օր առաջ պաշտպանություն քաղբանտարկյալների տեղի էր ունենում բողոքի ակցիա։ Եկա այն պայն, որ արդեն երթը սկսեց, դեպի դատարան 10։ Գնացի ավտոյով, բայց գնաց դատարան, որտեղ հիվանդ էի։ Դատարանում էլ մի քիչ կանեց, հետո հազմազս բռնեց, գացի վատանում էլի շուտ էլա մի խոսքով, էլի, հա, Լուսինե ջան։ Դե դուք ինչպես միշտ բոլոր դե ոնց կներ չգային էլ քաղբան, հիվանդ էի, բայց եկա քաղբանտարկյալների մար ոնց կներ։ Ասելիքս ինչու՞մն է, խոսում էինք նաև Իշխան Սաղաթելյանի հետ, տարբեր հարցազրույցներ ունեցանք, հենց իմպիչմենտի մասին հարցղեցինք, ասես դե մենք իմպիչմենտի մասով ինչ պետք է ասել ենք, ստորագրությունները տվել ենք եւ վերջ։ Լուսինե ջան, ճիշտ ասում։ Օրինակ ես այդ առումով տարբերվում եմ այն մերոնցից, այն մարդկանց, ասում են, մենակ ստորագրելով չի, դիկա կեսանի կնա, չէ, մենակ ստորագրելով է։ Հենց եկած կսինեսույն աները չի ստացվի։ Իրանցից պահանջներ այո, մենակ ստորագրությունը։ Էդի բայց դիշտ այն շուտ։ Մնացածը թող մենք մերոնք անենք, մենք անենք, մենք փորձենք։ Լուսինե ջան, եթե միտեղ մենք համատեղ մի բան անենք, դա պրավալ է տալու։ Հա, չնայած դուք խոսել եք դրա մասին։ Ես դա մասի շատ եմ խոսացել։ Մենք ու Հայաստան դաշինքը, գիտեք, երբ կլինի որ համատեղ անենք, իրոք կստացվի։ Եթե իրանք հարգեն Սերժ Սարգսյանին, ինձ ոնց որ ես հարգում եմ Ռոբերտ Քոչարյանին։ Եթե իրանք համարում են, որ Սերժն է բերել Նիկոլին, թեկուզ ժամանակավոր լռում են դրա մասին, ուրեմն մենք իրար հետ չենք կարա, մենք իրար հետ համատեղ չենք կարա գործենք։ Չի ստացվելու։ Հետո շարը մեկս մեկի վրա է գցելու։ Այ երբ որ իրոք իրար կհարգենք, դες կասում ես իրոք Քոչանին հարգում եմ, չէ՞։ Այ այդ նույն ձև էլ Քոչանի աջակիցների այն նորմալները չէ, այն սրիկա աջակիցներն էլ եթե Սերժ Սարգսյանին կհարգեն նենց ու կդադարեն սրիկա լինելուց արդեն բնական է։ Ոնց որ այնպես կհարգեն, ոնց որ ես եմ հարգում Ռոբերտ Քոչանին, այդ վաղ մենք կլինենք անպարտելի։ Եթե առաջի 3 նախագահները անկեղծ միավորվեն, անկեղծ, Լուսինե ջան, մենք անպարտելի կլինենք։ Որտեվ մենք տենց ենք 90-ականներին հաղթե, չէ՞, այդ մարտիկ են եղել։ Եվ հաղթանակների մասին խոսեցիք, հիշեցի Արցախում բանտարկված, Բաքվի բանտերում բանտարկված մեր հայրենակիցներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որովհետև ինչպես տեսանք 15 ցմահ ազատազրկում են պահանջում մեր մեր ամոթն, մեր խայտարակությունն է, խաղաղություն են անում։ Իմաց հիշում եմ Էլի եմ հիշում ստե, մեծություն Լևոն Տեր-Պետրոսյանին, մեր հիմնադիր նախագահ։ Այն բան որ ասեց, ես էլ իրան պաշտպանի, սա վրային տվե, ով կա ռիսկ էր անում ինձ, ով էլ չեմ մտքի մեջ են ինձ վրա տալ։ Ազգումի այդ ճնշումները վրես է գալի, որ ես պաշտպանեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, այն որ ասեց 3 նախագահները որ հանդիպեցին, որ ասեց, «Էթանք, մենք միանանք սրան» ձևերը ցույց տանք էլի, որտեվ սա
Այդ վատագույն տարբերակների մեջից կընտրի ամենավատագույնը։ Տենց էլ ընտրի։ Ասես այնքան ապի կարա։ Լուսնե ջան, այդ վատագույնների մեջ էլ գնացից ստորագրի լավ Արցախ-Ադրբեջանի կազմում։ Արա գոնե փաթեթով ստորագրիր, փաթեթով։ Ասես ճանաչում եմ, եթե Արցախի ժողովուրդը ունենա բան ինքնավարություն, ազատ լինի, նեղություն տվող չլինի, նստածներ չլինի, համաներում լինի բոլոր կռվածներին, սենց պահանջներ դնեիր, ասել այս պահանջները եթե Ադրբեջանը ապահովա միջազգային հանրության բանի հսկողության տակ, հարց չկա, ճանաչում եմ։ Հասկանես, բայց ճանաչես Արցախ-Ադրբեջանի կազմում, արա գոնե ռազմագերիների հարցեր չլուծես արա։ Հասկանես, ու այդ տեղը միշում Լևոն Տեր-Պետրոսյանը, որ սա հարձակվի վրեն այդ վաղ։ Երևի Լևոնը Տեր-Պետրոսյանը չեմամ ինչ էի սպասում Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ հանդեղ ասել, հել մենք մեր կատ ախմախ միտինգ անենք, անարդյունք։ Մարդ ասում սա տուպոյա։ Բերեք անես օգնենք սրան, այդ լուծումների մեջից ինքը գիտի ինչ են իրան առաջարկում։ Լուծումների մեջից անես լուծում, անտրի, որ գոնե մինիմալ վնասներով դուրս գանք այս վիճակից։ Իսկ ինքը գնաց մաքսիմալ վնասը բերեց ասես Նիկոլը։ Դուք պատկերացնեք սրանց ապիկարության, սա ապիկարության աստիճանը։ Լուսնե ջան, լավ ճանաչում ես Արցախը Ադրբեջանի կազմում։ Արա գոնե նենց ճանաչի, որ գերի չունենանք ընդ։ Ասա դե SS կետերը հենց Ադրբեջանը կապահովի, չէ, լավ եմ Լուսնե ջան։ Ասա SS կետերը հենց Ադրբեջանը կապահովի, ճանաչում եմ Արցախ-Ադրբեջանի կազմում, բայց այս SS կետերը անելուց հետո ռազմագերիպտի չլինի, համաներում դինի բոլորի նկատմամբ, ինչ որ մի հատ ինքնավարության, ինչ որ մի հատ տարբերակ, կարգավիճակ, միջազգային բաների հսկողություն, ասես մի քանի կետ մտցներ, նոր ճանաչեր։ Հասկանում եք։ Գիտեք, ես էլ ինչ հիշեցի, երբ որ Նիկոլ Փաշինյանին հարցեղեցին, թե օրինակ ինչու էիք դուք գնացել Արցախի Ստեփանակերտի վերածննդի հրապարակ եւ ասում Արցախը Հայաստան է եւ վերջ, արցախցիներին միշտ ասում էիք շնորհավորանքներ էիք հղում մի խոսքով, ասում է դե դա հայրենասիրությունից էր գալիս։ Դա հայրենասիրությունից չէր գալիս։ Բայց տեսեք, նա ընդունում է, չէ՞ որ երկրորդ, երրորդ, առաջին նախագահների ժամանակ Արցախը իսկապես արժեք է եղել։ Լուսնե ջան, դա հայրենասիրությունից չէր գալի, դա հաբրգացությունից էր գալի, որտեղ ոնց որ իմաստեղը հաբրգաց, տենց էլ այն վախտան դեր էր հաբրգաց, ու իրան թվում էր թե այդ որ ընդ տենց հաբրգաց է ինքնա, դու տենց հաբրգաց էր, որտեղ այդ հզոր իշխանություններ, այդ հզոր պետությունների ժառանգել, ու քու էությամբ իրոք ոչ մի թիզական, ինքը իր էությամբ ոչ մի թիզական է Լուսնե ջան, իրոք ագահ այն ոսկե ձգտիկին ման դամար հիմա մնաց առանց ոչ մի բան արտաքին դաշտում, չէ՞, այդ նույն ձևեր հիմի ոնց որ այն վաղ դրսում էր տենց տեսակ մի ոնց կզծրին, Աստված կզծեց իրան, նաև Ալիևով, Էրդողանով, Պուտինով, ամբողջ աշխարհը կզծեց, որ ամբողջ աշխարհի հետ ոչ մի թիզական ձև էր խոսում, չէ՞։ Ամբողջ աշխարհին հատատա է տալի, հիշեք են վաղ։ Այդ նույն ձևեր հիմա ներսում է տենց պահում իրան։ Իմացի, Նիկոլ իմացի, այ ներսում Հայաստանի, դու շատ շուտով ընկնելու ես այն օրը, որը որ հիմա կաս դրսում։ Խոսքս հիշի։ Որտեղ հաբրգողի վերջը այդ է, դու հաբրգած ես, համար իրեն վաղ, գուրումը Սերժ Սարգսյանի փաթեթը իրան ձեր չէր տալիս, հա, զրոյից սկսեց իր բանակը։ Ասկի ինչ պետք է անի, դի ոչ մի սանտիմետր, այն վաղ Լուսնե ջան, ես գիտես ինչքան էի կռվում, հենց մեր կռված տղեկ է հետել, վիճում է, ասմին, ես ասում ախպեր Սերժը հողերը տալու, ասմի Սերժը հողերը չի տալու, այդ 5 շրջանը պիտի տանք, Ղարաբաղի անկախության դիմաց, սենց էլ ասմի, չէ, ասմի ինքնորոշման վրա, ասմի անկախության դիմաց, ասմի, բայց խիպտի տանք, են էպտի չտանք, ասմի, ոչ ես կարա տենց ամեն ինչ չտալով չէ, էլի, այ ինքը, այ դրանց կերպարներ, ոչ մի բան պիտի չտանք։ Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ իշխանության 90-ականներին կամ 2000-ականների սկզբին, տեսնեց Հայաստանը հիմա կլիներ, թե Լուսնե ջան, Նիկոլ Փաշինյանին մենք էլ ուզում եք Ամերիկան կործանվի, տարեք դրեք ընդեղ ղեկավար, անես կկործանի։ Նոր եմ ասում, Նիկոլ Փաշինյանի պարտադիր չասես Աչարա Ձախարա, Նիկոլ Փաշինյանը դիր կավիրի, ասենք ոնց որ Լուսնե ջան, հիմա ես ուզում եմ հարսնիքը հարամ է, ինձ պարտադիր չասեմ Պողոս հելմյա փեսու բենին տուր, Պողոս ջան, գիտեմ ես Պողոսը, որ խմումա անասունա դառնում, երկու բաժակ, արաղը կդնեմ, դեմը կասեմ հանգար չխմես, եկա խմելու ա, չէ, երկու բաժակ խմեց ավիրելու ա տե, Համի նույնը Նիկոլ Փաշինյանին ուզում ես ավիրի, բեր տուր, ինչն ես ուզում, տուր կավիրի, Ամերիկային մա պետը կսարքի քանդու քարապ կանի, իրան մանատ անասունել է Զելենսկին, այլի, Լուսնե ջան, ես Զելենսկին տարբերություն Փաշինյանի 3 տարի կարողացավ
Հա, բայց պայքարել գոնե։ Պայքան կոտորում, նա երևի Փաշինյանից վերան անասունն է։ Հələ գոնե Փաշինյանը նոյեմբերի 9-ը գնաց ստորագրեց, ստիպեցին, ուրեմն Լուսնե ջան, ես որոշել եմ հենց կռիվը պարսնի Ուկրաինայի, այդ իրոք որոշել եմ։ Ռուսերենով մի հատ լայվ եմ մտնելու, ռուսերենով։ Դե ասեմ Զելենսկուն եմ ասելու, էլի, դե ասեմ գրավեց ռուսը, գրավեց, չէ՞։ Ինչ ուզում էր վերցեր, չէ՞։ Դենდիս բնականա հենց ինձ լսի սենց համ, չէ՞։ Դե ասեմ, այս սատկացը, գերեզմանները, մուրը, ցեղը, տազգուտակը ու քֆուր տամ։ Այդքան մարդի տարար կոտորիր։ Դիչ գրավեր վերջում։ Մի ցելի պետություն, Եվրոպայի ամենամեծ պետությունը, խի քանդու քարափար իրարա։ Չպետք է գրավեր։ Բաց չի որ ռուսը պիտի գրավեր, որ դավոյի նման ուղեղով մարդ ասում էր, որ ռուսը վերցնելու է, դάχքի սայլը սաղ վերցնելու է։ Բաց չի որ դի վերցեր։ Բաց չի ատոմային բոմբը ասել եմ։ Մի օր երբ ռուսերեն պետություն եմ խոսացած, Ռուսաստանը մեծ տարածում է ստացել։ Ասել եմ, ատոմային բոմբը կբերի կմտնի համա կնգանը, համապատասխան տեղը կներեք Լուսնե ջան։ Ամենավերջում։ Չի կարա անի, կանի։ Հավոր այդ սաղ կարա անի, դու ես այդ կռվում, կոտորում իզուր։ Համի ավելի լավ չէր, Ուկրաինա պետությունը մնացած լներ, այդ միլիոնից ավել մարդիկ զոհված չլնեին, դուք էլ նույն ազգն եք կարա։ Այն տարբերակն էլ չելի չեչեն չեն, որ ասես չեչենը այն վաղ որ կնենք կասեր ախպեր, մեզ մարդ ասում ավելի լավ մեռնեմ, քան ռուսի հետ ապրեմ։ Համի մենք էլ Թուրքիա հետ տենց կասենք, չէ՞։ Էդի հասկանալ է, որ մենք թշնամի ենք։ Արա դուք նույն ազգն եք, այն ասում։ Նույն ազգն եք։ Հասկանում ես, այսի պիտի ես եթերով, պիտի հենց պատերազմը պրծավ, մի հատ ռուսերենով մտնեմ լայվ ու այդ Զելենսկուն ասեմ։ Դասեմ գրավեց ռուսը։ Ու ամենավերջի քֆուրը տամ, ախի այդքան մարդ կոտորիր։ Դու քուն տանիքից մեկը սատկել, Զելենսկի։ Դու քումար նստած տեղը հայրենասիրություն ես խաղում, հələ այդ զոհվողներին հարցներ ուզում ես զոհվեին։ Բա որ տենց հա, ուզում ես գնդա դու կռվի դե, գնդա դու զոհվի դե։ Ով ուզում է թող հետա կռվի։ Մարդը զորով տանեն կոտորում են, հայրենասիրություն են խաղում։ Հա, այսինքն ուզում եմ ասեմ նույնիսկ Նիկոլի կերպարն է, հələ նա ավելի վերան երևի։ Ավելի վերան անասունանա։ Ինչևէ, շնորհակալ եմ շատ հետաքրքիր բազմաբովանդակ հարցազրույցի համար, ավելացնելու բան ունեք, որ չենք անդրադարձել, եթե ինչ-որ բան կա, շնորհակալ եմ ինչպես մի շատ անկեղծ եւ հետաքրքիր հարցազրույցի համար, շնորհակալ եմ մեզ հետևող